Բարևներ ձեզ, բարի կիրակի բոլորիդ, անմիջապես վերևի պոստում դրել եմ Ջոն Մերշայմերի հետաքրքիր վերլուծությունը, որտեղ նա սպეციფիկ անդրադառնում է Անդրկովկաս, Կենտրոնական Ասիա, Հյուսիս-Հարավ ճանապարհին, շատ հետաքրքիր եզրահանգումներով, որոնք ձեր համար, ովքեր որ ինձ լսում են, այսպես նորություն չի լինի, միշտ է եղել։ Այդպես հիմա ուղղակի ինքը շատ այսպես թիրախային է ներկայացնում, նախ ասեմ, որ Ջոն Մերշայմերը ամենևին էլ Ռուսաստանի Դաշնության շահերի տեսանկյունից չի ներկայացնում, ինքը իր բոլոր վերլուծությունները ներկայացնում է ԱՄՆ-ի եւ առհասարակ արևմտյան բլոկի սխալների տեսանկյունից։ Իմ ձայնայիններում մարդ կար, որովհետեւ ինչ որ այսպես Աննա ջան, ինչ որ sense է շնչում կամ չգիտեմ ինչ, շատ հետաքրքիր է որ շնչին եք, այսպես ասած ուշադրություն դարձնում, ես ձայնային վերլուծություն տրամադրելիս քայլել եմ սիրում, որպեսզի հանկարծ ոչինչ չմոռանամ։ Դրա համար էլ մի քիչ կարող է ինչ-որ տենց ձայնս տարօրինակ է հնչում, այնպես որ խնդրում եմ կենտրոնանաք մեսեջի վրա, ուրեմն մեսեջը հետևյալն է, ներկայացնում է, որ Անդրկովկաս, Կենտրոնական Ասիա, ՆԱՏՕ-ն չի կարողանում խորանալ նույնպիսի ուժգնությամբ, մասնակցել նույնպիսի ուժգնությամբ, ինչպես որ փորձում է Բալթիկ երկրներում կամ նույն Ուկրաինայում, կոպիտ ասած նրա ձեռքը չի հասնում ճակերտավոր կայսրության ծայրամասերին, օրինակ իմ մոտ զուգահեռ առաջացավ հռոմեական կայսրության անկման ժամանակ եւս Կովկասը, որը կոչվում է Terra Incognita, կրկին նրա անկման պատճառներից մեկը եղավ, որովհետև ձեռքը չէր հասնում ծայրամասերին, իսկ ծայրամասերում իր վարած քաղաքականության հետևանքով առաջացած խնդիրները արդեն կոնկրետ հետադարձ հակազդեցություն էին ունենում բուն արդեն Հռոմում։ Սա իմ զուգահեռն է, ուրեմն նա ներկայացնում է, որ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը այս առումով ուղղակի մարտահրավեր նետելն է արևմուտքին, որ դե կարող է Սարի նույն բանը այստեղ արա, եւ խոսքը գնում է այս դեպքում ոչ միայն Անդրկովկաս Կենտրոնական Ասիայի մասին, այլ խոսքը գնում է նաեւ Մերձավոր Արևելքի մասին, եւ նա ներկայացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը, նաեւ Սաուդյան Արաբիան ներկայումս իրագործում են կոնկրետ տնտեսական փոխհարաբերությունների այնպիսի մի կառուցվածք, որը շունչ ու մարմին է տալու BRICS-ի գործունեությանը, որի հիմնական ողնաշարը լինելու է հյուսիս-հարավ միջանցքը, ամբողջապես շրջանցելով արևմտյան ներազդեցության ոլորտ ներկայացնող այլ տարածաշրջաններ, դրանց կարիքը չեզոքացնելու է առհասարակ, օրինակ երբ որ այսպես կոչված միջին ճանապարհի մասին է խոսում, TRIP-ի մասին է խոսքը գնում Բրյուսելի եւ ԱՄՆ-ի կողմից, այսպես անընդհատ մարքեթինգի ենթարկվող, ինչպես նաեւ ԱՄՆ-ի կողմից այդ մեծ գծած ծրագիրը, որ Հնդկական օվկիանոսից ծովային ճանապարհով որոշ չափով ցամաքային գալիս հասնում է Սաուդյան Արաբիա, շրջանցում է թե Իրանը, թե Ռուսաստանի Դաշնությունը, այնտեղից Մերձավոր Արևելքով բարձրանում է Թուրքիա եւ այնտեղից էլ Եվրոմիություն որպես հակընդդեմ ճանապարհ եւ ինձ համար սա իր վերլուծությունը առանձնանում է մնացած իր վերլուծություններից, որովհետև վերջապես ես իր բերանից, այսպես ասած, լսեցի, որ այդ հյուսիս-հարավ ճանապարհը ուղղակի մարտահրավեր է արևելք-արևմուտք միջանցքին, եւ նա ռուսամետ չէ, որովհետև նա ներկայացնում է, որ արևմուտքի ամենամեծ սխալը նա էր, որ տնտեսական սանկցիաների մեխանիզմ սկսեց աշխատեցնել Չինաստանի, Ռուսաստանի մյուսների դեմ, որը ապացուցվեց, որ սանկցիաները չեն աշխատում, դրանով ավելի խթանեց, որպեսզի BRICS-ի շրջանակներում տնտեսական, ֆինանսական փոխհարաբերությունների միանգամայն այլ կառուցվածք ստեղծվի այդ երկրների միջև եւ երբ որ արևմուտքը նրանց այսպես կոպտում է թե ինչու եք դուք այսպես գործում, ինչու սանկցիաներին չեք հետևում եւ այլն, նրանք բերում են պատասխան հակափաստարկներ, ասելով որ դու մեզ կոպիտ ասած մղեցիր մեկս մյուսի գիրկը դեպի եւ մենք հիմա ասում օրինակ երբեք նախկիններում Սաուդյան Արաբիան չէր խոսում բացի դոլարից այլ արտարժույթով նավթի գազի վաճառքի մասին, իսկ հիմա սկսել է խոսել, այսինքն այս եւ նաեւ միաժամանակ մեխանիզմներ որոշակի գործարկել եւ հիմա արդեն գործ ունենք մի տնտեսության հետ գլոբալ եվրասիական այսպես տարածաշրջանին, որտեղ ռուպիով, յուանով, ռուբլիով եւ նաեւ Սաուդյան Արաբիան ռիալով
առևտուր է տեղի ունենում եւ նա այստեղ դատապարտում է արևմուտքի կարճատեսությանը, կարճամտությանը, որ նրանք չեն կարողանում ուրեմն այդ տնտեսական հետաքրքիր մարտահրավերի մեխանիզմում կողմնորոշվել։ Ես բազմիցս քանի տարիներ է, երբ որ վերլուծություն եմ ներկայացնում եւ շատ հաճախ այսպես հարց է առաջանում, բա ինչի՞ չի Ռուսաստանը մտնում, գրավում, ջարդում, փշրում, պատերազմ եւ այլն, զուգահեռներ եմ միշտ արել, որ ստացվում է, որ պատերազմներում հաղթում էր ԽՍՀՄ կամ Ռուսաստանը բուն ռազմական գործողությունների դաշտում, բայց երբ խաղաղության ընդհանուր համաձայնագրեր էին ընդունվում միջազգային մակարդակով, դրանց շրջանակներում չէր կարողանում տնտեսական գլոբալ առումով իր դոմինանտությունը հաստատել, կոպիտ ասած կապիտալիզացնել այդ հաղթանակը, ինչի հետևանքով նաև սառը պատերազմի այդ ողբերգական մեզ համար ավարտը եղավ, երբ որ մեզ ուղղակի տնտեսական ռեպրեսիաների ենթարկեց արևմուտքը, մեզ վերածելով երրորդ աշխարհի երկիր, տնտեսություն, այդպես վերաբերվելով մեր հետ, չնայած որ ԽՍՀՄ պոտենցիալը մարդկային ռեսուրսների եւ այլ ռեսուրսների շատ ավելի առաջադեմ էր եւ կարելի էր սառը պատերազմի ավարտի ժամանակ արևմտյան առաջնորդների հնչեցրած գեղեցիկ խոսքերը, որ այլևս խաղաղություն, երկու կոնտինենտները միասին աշխարհը պետք է տանեն դեպի այլ ուղղություն, լավ կլիներ իրենց խոսքերը պահեն, սկսած նրանից, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի արևելյան երկրներ, բայց իրեն գնացին սառը պատերազմյան խորհրդային միության տարածքը ամբողջական կապիտուլյացիայի ենթարկելու ճանապարհով փորձելով դարձնել, այսպես ասած, 21-րդ դարը ամերիկյան դար, չսպասելով այն հակազդեցությունը, որը դա կստեղծի եւ այն գործողությունները, որոնք իրականացնում է Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանի եւ մյուս երկրների հետ միասին։ Հիմա Ջոն Մերշայմերը ներկայացնում է, որ սանկցիաների համակարգը չգործեց եւ Ռուսաստանի Դաշնությունը իսկապես վարում է այս անգամ ոչ թե ռազմի դաշտում բռնկուն կերպով ներգրավվելու եւ ամբողջ ռեսուրսը այնտեղ վատնելու դիվանագիտական ռեսուրսի մասին է խոսքը գնում միջազգային արենայում, որովհետեւ եթե դու կոպիտ ձևով մտնում ես, գրավում ես, ջարդում ես, ինչպես որ ԱՄՆ Իրաք է մտել, Լիբիա է մտել, Սիրիա է մտել եւ այլն, այսպես քո ռազմական ուժը զանազան մայրաքաղաքներում ցույց ես տալիս, դու ոչնչացնում ես ինչ որ երկրի լիդերի, դրանից մեծ ինֆո մարքեթինգային այսպես սցենարներ ես պատրաստում, միջազգային լրատվականներով տարածում ես եւ այլն, դու կոչվում ես, այսպես ասած, վատ վարքագծով պետություն, դու այլևս միջազգային իրավունքին հղում չես կարողանել եւ արդեն կարծես ինքդ էլ հենց կազուս բելի ես տալիս, որպեսզի գան ուղակի քո տարածքի վրա հարձակվեն, այսինքն ՆԱՏՕ-ի խոսույթը դա է վկայում, ՌՈՒՏ-ի խոսույթը դա է վկայում այս շաբաթվա, որ Ռուսաստանի Դաշնության տարածքի դեմ են իրենք պատրաստվում ինչ-որ բաներ անել եւ եթե Ռուսաստանը այդ պատերազմի խայծը, մասշտաբային պատերազմի խայծը կերած եւ մտած լիներ, այսպես ասած, Եվրոպայի խորքը, կամ այն որ հիշում եք, որ դրոնային իբր թե ռուսները ինչ որ դրոններ են ուղարկել, ինչ որ բաներ են խփում, Դանիա, Սկանդինավիայի երկրների մասին էր խոսքը գնում, Ռումինիայի մասին էր խոսքը գնում, այտենց չէին գտնում ինչա խփել այդ դրոնը, էլի։ Եվ Եվրոպայի քաղաքացիների մոտ զավեշտ է արդեն առաջանում, որովհետեւ դու չես կարողանում պատերազմի պատճառը վաճառես նրանց, չես կարող նրանց համոզես, որ Ռուսաստանը ագրեսոր է եւ նրանք պետք է իրենց հարկերը մյուս բաները վճարեն, անպայման պետք է պատերազմ լինի արդեն ոչ միայն Ուկրաինայի տարածքում ռուսական ինչ-որ ստորաբաժանումների դեմ, այլ ուշադիր լինենք այստեղ, որ ՆԱՏՕ-ն փորձում է վաճառել Ռուսաստանի տարածքում Ռուսաստանի դեմ պատերազմի փաթեթը, ինչի հետևանքով տեսնում ենք քաղաքական հագնացող ճգնաժամ տարբեր քաղաքական ուժերի միջև տարբեր Եվրոպայի անդամ երկրներում։ Այստեղ ամենակարևորը Ջոն Մերշայմերի ներկայացրածից, այս պատկերը ներկայացնելով, որ այսինքն ռազմական գործողությունների խայծը կուլ չտալով Ռուսաստանի Դաշնությունը վարում է գլոբալ տնտեսական պատերազմի դաշտում ձեռքբերումների ռազմավարություն, շատ համբերատար կերպով եւ շատ այսպես հաշվարկված ձևով ներդնելով իր ռազմական ուժը այնպիսի կետերում, այնպիսի ձևերով, որ դա չխախտի այդ մղվող տնտեսական պատերազմի որոշակի հիմնասյուները, որ ինքը ավելի այսպես երկարաժամկետ նպատակներին հասնելու համար է հետապնդում,
անդրադառնանք այս հետաքրքիր զուգահեռին, որ Ջոն Մերշայմերը կատարում է եւ շատ ուրախ եմ, որ արևմուտքում վերջապես ինչ որ մեկը դա այսպես բարձրաձայն արտահայտում է։ Ինքը ասում է, այս հետաքրքիր տերմինն է ինքը ներկայացնում, կոչվում է, ինքը ասեց imperial liquidation, այս process-ը որ գնում է, չգիտեմ ինչպես թարգմանեմ, կարող եմ ասել կայսերական լիկվիդացիա կամ կայսրության լիկվիդացիա, որը ներկայացնում է այսպես։ Դրա նպատակը ոչ թե այն է, որ այս գլոբալ դեդոլարիզացիայի process-ի հետևանքով ԱՄՆ-ն վերանալու է, դադարելու է լինել ինչ-որ այսպես կարևոր ազդեցիկ պետություն, այլ զուգահեռ է տանում 1945 թվականից հետո բրիտանական կայսրության հետ, նրա կարգավիճակի հետ, որ խաղաղության ինչ-որ պայմանագիր եղավ ընդհանուր բոլոր կողմերի միջև, այնտեղ Բրեթոն Վուդսի համաձայնագիրը, այսինքն տնտեսական կմախքը գլոբալ տնտեսության ինչպիսին է լինելու երկրորդ համաշխարհայինից հետո, բայց այդ պատերազմում ներքաշվելով Բրիտանիան տարատեսակ ճանապարհներով եւ ձևերով ապացուցեց, որ նախապատերազմյան շրջանում, երբ որ ինքը այսպես ասած կայսրություն էր գլոբալ իմաստով, չի կարողանում գլխավոր կորպորացիան, գլխավոր այդ բոլոր գաղութները կառավարող կայսերական հիմնական շտաբը արդեն ֆինանսավորել, հովանավորել, սահուն կերպով անցկացնել գաղութներում կամ ծայրամասերում իր կողմից վարվող քաղաքականությունը։ Եվ հիշեցնեմ, որ ԽՍՀՄ, այստեղ փակագծերում հիշեցնեմ, ԽՍՀՄ 50-ականներին, 60-ականներին շատ կենսական մասնակցություն է ունեցել աշխարհի հակագաղութատիրական բոլոր process-ներում, բոլոր այն շրջաններում, որտեղ մինչ այդ գաղութատիրական ժամանակների ընթացքում ավելի ահարկու բաներ էին տեղի ունենում եւ հիմա աֆրիկյան այս բոլոր բունտերը, տարատեսակ հեղաշրջումները, տարատեսակ ռազմական բախումները այդ դեռևս այդ գաղութատիրության դեմ մղվող պայքարի մեկ այլ ինտոնացիա են դրսևորում, ավելի հստակ, ավելի այսպես քաջ, որոնք վկայում են այս Ջոն Մերշայմերի ասացի մասին, որտեղ արդեն ասում է կենտրոնը չի կարողանում կառավարել իր նախկին, այսպես ասած, վասալների ամբողջ կոնգլոմերացիային։ Ինքը չունի այդ ծախսերը փակելու հնարավորություն, ինքը պետք է փորձի ինչ-որ ձևով ինքն իրեն հավաքի եւ Բրիտանիան ինքն իրեն այսպես ասած հավաքեց եւ էստաֆետը հանձնեց ԱՄՆ-ին։ Հանձին դոլարի, որ դոլարը կլիներ այդ գլոբալ արտարժույթը, ինչը եւ ԱՄՆ գնալով հատկապես առ պատերազմի ավարտից հետո սկսեց to weaponize it անգլերեն ասած, օգտագործել որպես զենք։ Այսինքն դու եթե ինձ չլսես, հարգելի ծայրամաս, ես քեզ սանկցիաների կենթարկեմ, սանկցիաներին չհետևելու դեպքում ես քո դեմ որոշակի ռազմական գործողություններ կիրականացնեմ կամ փափուկ ուժի միջոցով հեղաշրջում կանեմ կամ ուղղակի կոպիտ ռազմական բնույթի գործողություններով կգամ կներխուժեմ քո տարածք եւ իմ կարգ ու կանոնը կդնեմ։ Հիմա ասում է, որ այս Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստանի Դաշնություն, Իրանի կոնգլոմերացիայի կողմից համատեղ գործողությունները այնպիսի բնույթ են կրում, որ ասում է, հա, դե հիմա էլ փորձիր կառավարել, այսինքն ԱՄՆ հիմա հայտնվել է նույն դիրքում, ինչպես որ Մեծ Բրիտանիան 45 թվականից հետո եւ բնականաբար ԱՄՆ իր փորձերը անելու է, բայց Ջոն Մերշայմերի գնահատականով այնքան էլ լավ չի ստացվում իրենց մոտ եւ որ գնում է ԱՄՆ-ն այսպես կայսերական լիկվիդացիայի ճանապարհով, որտեղ նա տենց կմնա պետությունը, կունենա իր դոլարը, նա ինչ որ տենց կարևոր հարցերում իր դերակատարումը կունենա, ինչպես որ Մեծ Բրիտանիան նշում է, որ այդպես էլ մնաց նաեւ միջուկային արսենալ ունեցող պետություն, որը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մշտական անդամի կարգավիճակ ունի։ Այսինքն այս կարգավիճակը չի փոխվի, բայց իր դերակատարումը գլոբալ տնտեսական դաշտում հենց այդ BRICS-ի եւ մյուս մեխանիզմների գործարկման հետևանքով ծնվող հյուսիս-հարավ միջանցքի պայմաններում իր դերը կդառնա obsolete, անիմաստ կդառնա, ինքը ասելիք չունի Եվրասիայում եւ նա ներկայացնում է Ջոն Մերշայմը ներկայացնում է Եվրասիան կդառնա բավականին մեծ տնտեսական գլոբալ ուժ եւ որ նա մեղադրում է ԱՄՆ-ին, արևմտյան բլոկին, որ դուք ճիշտ ձեզ չպահեցիք սառը պատերազմի ավարտից հետո պետք էր այլ կերպ գործել, չպետք է Ռուսաստանի Դաշնությունը SWIFT-ից հեռացնել եւ այլն եւ կրկնում եմ, որտեվ Էլի ինչ-որ մարդիկ դուրս են գալու, ներկայացնում Ջոն Մերշայմերը, ինչ-որ պրո-ռուսական մտքեր է արտահայտում, ոչ, ինքը բավականին այսպես հակա-ռուսական է, ինքը ուզում է իր ամերիկյան կայսրությունը ինչ-որ ճիշտ քայլերով դոմինանտությունը ապահովի։
Սա է հիմնականը, այդ կայսրության լիկվիդացիա տերմինը հետարքիր ֆորմուլերովկա է, հետարքիր ձևով տվեց նա, գտնում որ դա իրականությանը համապատասխանում է, բայց ես չեմ տեսնում, չեմ կիսում, որ այսպես արևմուտքը ոչինչ չունի անելու, օրինակ հենց հիմա, որ ես այս նյութը պատրաստում եմ, դուք կտեսնեք բոլոր լրահոսերում խոսվում է Ավստրալիայում տեղի ունեցած տերակտի մասին, որտեղ հրազենով զինված մարդիկ արձակում են կատարել ծովափում հանուկանշող հրեաների վրա, թիրախային հարձակում է եղել, այս պահի դրությամբ արդեն 12 հոգի զոհվածներ կան, 60 հոգի վիրավորներ կան, եւ արդեն իսկ եւ դրանց շարքերում հետարքիր մարդիկ կան, ռաբի կա, որը Իսրայելում ռազմական գործողությունների ժամանակ մասնակցել է Գազայում վայրագություններ կատարելու օպերացիաներին, ինքը մարդ է սպանել, այսպես ասած, ինքը սպանվածների մեջ է, վիրավորների մեջ է Իսրայել-Ավստրալիա հարաբերությունների գլխավոր գրասենյակ կա Սիդնեյում, դրա պատասխանատունը, որը հաճախակի Jerusalem Post-ի, որը պրո-Նետանյահու մամլոմիջոց է, շատ ագրեսիվ, պրո-Ադրբեջան, այդտեղի հաճախակի գրողներից է, որը ներկայացվում է տվյալ դեպքում որպես մարդու իրավունքների պաշտպան, չգիտեմ ում իրավունքներն են կպաշտպանեն, բայց ինքը, այսինքն այնտեղ որոշակի մարդիկ կան, որ երևում է, որ հարձակումը թիրախային է, այստեղ հետարքիրն է, որ արդեն իսկ Իսրայելի մամուլը, միջազգային մամուլին արդեն տալիս է լրատվական այնպիսի հոսք, որտեղ ներկայացվում է, որ այդ հարձակման հետևում Իրանն է, Հզբոլլան է, Թեհրանն է, Հզբոլլայի հետ միասին, բնականաբար հակաիսլամական սենտիմենտի բանով են իրենք առաջ գնում, իսլամոֆոբիայի այդ նույն գծի մեջ ինչպես որ 9-11-ն էր, դա չի նշանակում, որ հարձակվողները ռադիկալ իսլամիստներ չեն, նրանցից մեկը արդեն իդենտիֆիկացվել է որպես պակիստանցի ռադիկալ, ուղղակի հիշենք, որ 9-11 տերակտը եւ ամբողջ իգիլի երևույթը դա արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի եւ Իսրայելի գլխավորությամբ ստեղծված օղակներ են, ինչպես որ Օսամա բին Լադենն էր, եւ իրենք ստեղծում են նման ահաբեկչական գործողություններ, որպեսզի հետո արդարացնեն տվյալ դեպքում արդեն Իրանի դեմ, իսկ 9-11-ից հետո Աֆղանստանի դեմ էր եւ Իրաքի դեմ էր, որի ընթացքում ծնվեց իգիլը եւ հիմա իրենք ուզում են նույն սցենարով հարձակում գործեն Իրանի եւ Հզբոլլայի դեմ, ես ներկայացրել եմ այս շաբաթվա վերլուծություններում, նաեւ նախորդ շաբաթվա վերլուծություններում, որ կազուս բելի ոչ Հզբոլլան, ոչ Իրանը չեն տալիս, չունի այդպիսի ուրեմն առիթային բազա Իսրայելը եւ ԱՄՆ-ն չեն կարողանում գտնել, որպեսզի հարձակվեն այդ երկրների վրա, բայց իրենք այնուամենայնիվ ես կտեսնեմ ինչպես է օրվա մեջ քարոզչությունը գնում, ուզում են այս թեման տենց սարքեն, ուզում եմ ասեմ, որ Ջոն Մերշայմերի ներկայացրած կոնտեքստում արևմուտքը ձեռքերը ծալած չի նստում, ինքը ունի այդ false flag օպերացիաների կոնկրետ փորձը եւ ինչպես բազմիցս նշել եմ տարիներ շարունակ նման դեպքերում պատային վիճակում հայտնված արևմուտքը սովորաբար հակադարձ պատասխան է տալիս ավելի մեծ մասշտաբի էսկալացիայով, կոնկրետ վայրագ ռազմական գործողություններով, կրկնում եմ, փորձելով, տեսեք, Խամենեի անուն էին տալիս անընդհատ, Խամենեը, որ Էրդողանը պետք է գնա, Խամենեին հանդիպի, ես պարալել եմ տանում, որ Էրդողանը պետք է գնա, Ռայիսին հանդիպեր ու Ռայիսին սպանեցին, ես նման զուգահեռ եմ տանում, այսինքն իրենք փորձելու են այս հյուսիս հարավ ճանապարհ, այո, Ջոն Մերշայմերը ճիշտ է ասում, շատ այսպես ջարդելու է ուղակի դոլարի գլուխը եւ իրենք այս հետարքիր օպերացիայով կփորձեն պատերազմի նախատեքստ գտնել եւ հարձակվել արդեն Իրանի վրա, խախտելով, այսինքն ստիպելով որպեսզի Ռուսաստանը, Չինաստանը, ինչպես որ ստիպեց հոկտեմբերի 7-ի իրավիճակը, ստիպեց Նասրալլայի սպանությունը, Լիբանան ներխուժումը Իսրայելի դեռևս տևող եւ այլն, նրանք բանակցության գնալու իրենց պարտությունը ընդունելու փոխարեն էսկալացիայի կտանեն ավելի մասշտաբային, որովհետև ներկադրության, ներկա գետնի վրա իրադրության պայմաններում, եթե նստեն բանակցային սեղանի շուրջ, բոլոր կետերով իրենք պարտվում են, ոչինչ չեն ստանում։ Իսկ այսպես իրենք քաոս կպաճառեն ու կփորձեն ներքաղաքական ապակայունացում իրագործել Իրանում, նաև Ռուսաստանում փորձ կարվի, Ռուսաստանի դեմ հարձակումն էլ անընդհատ այսպես ներկայացվում, միաժամանակ Վենեսուելայի դեմ գործողություններ սկսելով,
որտեղ Տրամպը ներկայացրել է արդեն այս գիշեր ինքը ելույթ ունեցավ, ասաց, որ շատ շուտով Վենեսուելայում արդեն գետնի վրա ռազմական գործողություններ են սպասվում, այսինքն ցամաքային ճանապարհներով էլ հարձակում է սպասվում, դա կատարվում է նրա համար, որպեսզի Վենեսուելայի նավթը պահելով ԱՄՆ ջանքերում նրանք կարողանան Իրանի վրա հարձակվել, որովհետև Իրանի վրա հարձակման դեպքում Իրանը Հորմուզը կփակի եւ դրանով պետրոդոլարի արժեքը կտրուկ կբարձրանա, ստիպելով պատճառելով տնտեսական մեծ վնասներ արևմտյան բլոկին։ Եթե դու ապահովել ես քո համար Վենեսուելայի նավթը, դու կարող ես այլ առևտրային գծերով քո արդյունաբերությունը պատերազմական պայմաններում պահել որոշակի հավասարակշիռ պայմաններում ու միաժամանակ փորձել հարձակվել թե Ռուսաստանի, թե Իրանի վրա, երկու դեպքում էլ հատուկ նշում եմ, ընդգծում եմ, նախատեսված է արտաքինից եկող ռազմական գործողությունների հետ զուգահեռ իրականացնել ներքաղաքական ապակայունացում, հեղաշրջումներ, պառակտումներ, որպեսզի դրանով արտաքին ուժերի հարձակումը ավելի դյուրացվի եւ դրա այդպիսի հարձակման արդյունավետության շանսերը ավելանան։ Այսքանը այսօր ես սա եւս կձայնագրեմ ձայնագրված կարգավիճակով կդնեմ YouTube-ում առանց պատկերի, որովհետեւ ուղղակի պետք է շատ արագ անդրադարձ սա կատարեի։ Կոպիտ ասած վիդեոյի հավես չունեմ, ձայնայինով ավելի sense իսրտ է ստացվում։ Ոբշեմ, ուսանց քայլելով ես ձեզ պատմեցի այսօրվա հիմնական այս կետերը, մինչև հաջորդ հանդիպում։